Օր ու գիշեր աշխատանքով պրոֆեսիոնալ թիմով իրականացնել։ Մեկ ընտրել։ Հաղթանակ դաշինքի թիմին, ամբողջ թիմին։ Ով առաջարկելու եք ձեր տեխնացուներին, որ եթե հանկարծուկ չլինեք, ձեր վստահելի մարդիկ կարողանան շարունակել։ Անկեղծ ասած չենք քննարկել նման բան, բայց մեր թիմում նորից եմ ասում, կան շատ պրոֆեսիոնալներ, մեր համայնքը սիրող մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայել մեր համայնքին։ Ընդդիմադիր ուժում կա մեկը, որի հետ բացառում եք համագործակցությունը։ Ոչ, ընդդիմադիր ուժերում ոչ։ Բացառվում է քաղաքացիական պայմանագրի հետ, բացառվում է հանրապետություն կուսակցության հետ։ Այսինքն իշխանություն եք ուզում։ Ինչ ենք ուզում։ Չէ, մենք ուզում ենք, այո, ուզում ենք ոչ թե իշխանություն ենք ուզում ենք վաղարշապացիներից քվե, որպեսզի մեր ծրագրերն իրականացնենք։ Պարոն Խաչատրյան, շատ քննադատվեց, նաև ծաղրի ենթարկվեց ԿՊ-ի վերջին այդ ամփոփության հանրահավաքը, որ ասում են Սարոյի համերգին ավելի շատ մարդկանց քան այնտեղ, բայց այսօր նույն Մեխակյանը ասաց, որ մյուս ընդդիմադիր տեխնացուների հանրահավաքներին էլ շատ մարդ չկար, օրինակ ձեր հանրահավաքին վիզուալ շատ են երևում, որ չգիտեմ ռեալ ինչքան կար։ Դա ասուցիչ է արդյոք ընտրությունների մասով եզրակացություն անելու համար։ Մեր հանրահավաքին նախ շատ ավելի շատ մարդ կար, քան իրենցներ, բոլորը տեսել եք, տեսանյութերով ամբողջը կա, ձեզանից շատեր են այս վարչական ռեսուրսով, մարդիկ ասում էին այսօր Արգիշտի Մեխակյանն ընտրվեց Թալինի քաղաքապետ։ Թալինի քաղաքապետը գլուխ էր գովում, որ ասում էր մենք 100 հոգով եկել ենք Էջմիածին ազատագրենք։ Այդ մարդիկ իրականության հետ կապ չունեն, իրանք չգիտեն, որ 7 տարի ԿՊ-ն է Էջմիածնում իշխանության, վաղար շաբաթում։ Հիմա ձեր հանրահավաքին ինչքան մարդ կա, որ ասում եք ավելի շատ թիմիկաբան բոլորն է շատ է երևում։ Չէ, դրոնովի մասին չի խոսքը, պետք է լրատվամիջոցները ներկա են եղել, մի քիչ առաջ էլ ասեցի, իրենց լրատվամիջոցը ԿՊ-ի եկել էր նախորոք սկսելուց մի ժամ առաջ, 40 րոպե առաջ մարդկանց էր խոսեցնում, ասում էր ներկա են արցախցիներ։ Իսկ արցախցիները որտեղ պետք է լինեն, դուք Արցախ եք թողել, որ արցախցիները համայնքի լիիրավ անդամներն են, շատերն ունեն ընտրական իրավունք, այո, իրացնելու են այդ Այդ ձեր ասած բազմամարդ հանրահավաքի մասնակիցները վստահ եք, որ հենց ամբողջը ձեր էլեկտորատն է եղել, ձեր ընտրողներն են։ Վստահ եմ, որովհետև մենք ընդդիմություն ենք, մենք իշխանություն չենք, որ մարդիկ գործի ակնկալիքով, գործից դուրս չգալու, իրենց գործից շանելու ակնկալիքով փորձեն գալ մեր հանրահավաքին։ Մեր հանրահավաքին ով գալիս է, մենք գիտենք, որ հստակ իրենց ձայնը տալու են մեզ, իրենք մեր թիմակիցներն են, իրենք մեր գաղափարակիցներն են։ Ես ուրիշ բան ասեմ, եթե մենք չլինենք իշխանություն եւ այս բռնաճնշումները մարդկանց հանդեպ, բիզնես ունեցող մարդկանց, պետական համակարգում աշխատող մարդկանց չլիներ, մեր հանրահավաքը շատ ավելի բազմամարդ կլիներ, որովհետև ես ինքս Քարոզ Արշավի առաջին օրից շատ ընկերներ ունեմ, իդեպ ընտանեկան ջերմության ընկերներ, ում արգելել են պարզապես մեր գրասենյակների եւ շտաբերի կողքի երևալ, որովհետեւ անմիջապես ինքս ասել եմ, հստակ գիտեմ, որ այդ մարդը մեր գաղափարակիցն է, մեր թիմին է ձայնը տալու, այսպես ասած, ձևական բաների կարիք ընդհանրապես չունենք։ Ինչպես կգնահատեք փաստ, որ իշխանական ԶԼՄ-ները քարոզչության նախընտրական քարոզչության ընթացքում տարածել են կեղծ սոցիոլոգիական հարցումների տվյալներ, ըստ էության ուղղորդելով ընտրողներին։ Ես ասեցի, դա քարոզչական հնարքներ են փորձել կիրառել, մարդկանց մոտ տպավորություն են փորձել ստեղծել, որ ամեն ինչ կանխորոշված է, ձեր զայնը կարևոր չի, ԿՊ-ի տեխնացուն արդեն անցած է, դա ուղղակի իրենց գրասենյակում ինչ-որ գրած նկարած թվեր են, որ բոլորը կարող են դա իրականացնել։ Իդեպ դա շատ ակտիվ սկսեցին տարածել, շատ ակտիվ, հենց իրենց fake հանրահավաքի հետո, fake իրենց այդ, ես ասում եմ, իրենց դա հանրահավաք չէր, fake պատարագի մի փոքր ավելի վատ բեմադրություններ։ Ձեր քաղաքացիական պարտքը կատարեցիք մինչև 20:00 ու արդեն ընտրությունների արդյունքների նախնական, ամփոփում ինչ եք անելու այսօր։ Լինելու է շտաբում մեր թիմակիցների հետ մեր գրասենյակում փորձենք հետևենք ընտրություններին, փորձենք հետևենք քվեարկության արդյունքներին եւ մնացածը արդեն երևի թիմը կառաջարկի ինչ պետք է անենք։ Մենք ես եմ շնորհակալ։